Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում անցնում է մի քրեական գործով, շեշտում եմ քրեական գործով, որը վերաբերվում է Ֆրանսիայի ամենաթանկ դղյակներից մեկի արք ու վաճառքին, որում Սամվել Կարապետյանը մեղադրվում է Գազպրոմի հետ աֆիլացված լինելով տվյալ դղյակը գնելու եւ այդ կարգով փողերի լվացման համատեքստում։ Իմիջիայլոց ասեմ, որ այս դատական process-ը դեռ գնում է եւ այս դատական process-ում Սամվել Կարապետյանի կարգավիճակը մեղադրյալն է եւ դա քրեական պատասխանատվության է իր մեջ պարունակում, կարող է նման լուծում ունենալ ներառյալ բանտարկությունը։ Այսինքն ստացվում է, որ Սամվել Կարապետյանը նաև Եվրոպայում վստահելի չէ, հետևաբար Սամվել Կարապետյանին ու իր թիմին ինչ է մնում։ Չինաստան ու Ռուսաստան։ Հիմա թող Սամվել Կարապետյանն ու իր թիմը կամ մեր ժողովրդի կողմնորոշված հատվածը տա որևէ երկրի անուն, ովքեր Չինաստանի ու Ռուսաստանի հետ են, եւ նրանք բարեկեցիկ կյանք ունեն ու զարգացում են ապրում։ Ո՞վ է Չինաստանի բարեկամը։ Պակիստանը, որը մեր բարեկամ Հնդկաստանի հակառակորդն է, եւ Ադրբեջանի բարեկամը, ով է Չինաստանի բարեկամը, Հյուսիսային Կորեան, այս երկրներն են Ռուսաստանի, Չինաստանի,